632 թվականին, ինչպես արդեն հիշատակել եմ, Ման Մարգարեն մահացավ։ Մինչ այդ արդեն ամբողջ եւ հավատի եւ կրոնի համակարգը ձևավորված էր եւ Աստծո հայտնությունների միջոցով եւ մասնավորապես սկզբունքային կարևորություն ուներ հենց Ալլահի մարգարեի ներկայությունը համայնքում, որովհետև այն ինչը հանկարծ Աստված շեղված էր լինում, ուշադրությունը շեղվում էր, բայց կարևոր խնդիր կար, իր փոխարեն մարգարեն էր, որը բացարձակ հեղինակություն էր։ Այստեղից սկսում են ծնվել այդ պատմությունները մարգարեի մասին, հադիսներ, որոնք իրենցից ներկայացնում են, ասել եմ, բայց հիշեցնեմ, երկու մասից են բաղկացած, իսնադ կոչվող մասն է, որը հաղորդողների շղթան է։ Ֆլանն ասեց, պատմեց եսի Մուլանին, Մուլան պատմեց Ռուլանին եւ այլն, եկավ, հասավ, պապիս, պապս էլ ինձ պատմեց, որ մի անգամ նստած էր մարգարեի կողքը եւ նրան մոտեցավ մի կին ու ասեց, ինչ որ բան ասում, սա պատասխանում, սա երկրորդ մասն է, իսնադ եւ մաթն։ Սրանք չափազանց կարևոր են, բայց ան մարգարեն տեսնելով իր զինակիցներից մեկը գրում է, այն ինչ ինքը ասել է, վերցնում է ու պատռում է։ Ասում է ինձնից բացի Ալլահի խոսքից ոչինչ չհաղորդեք։ Սա սկզբունքային է, ես այդ պատճառով նորից հիշեցնում եմ։ Իհարկե անհնար էր չհենվել նման հեղինակության վրա, աղբյուր է, չէ՞, եւ գիտելիքի, եւ որոշումների, եւ լեգիտիմության լրջագույն աղբյուր է, ինչպես կարելի է չօգտվել դրանից, բայց մինչ այդ անդրադառնամ նրան, որ մարգարեն, ինչպես ասեցի, արդեն խնդիրներ ուներ հուդայականների հետ, բայց հենց որ սկսում են արշավանքները դեպի վերև, դեպի քրիստոնեական աշխարհ, փոքրիկ դեռևս արշավանքներ էլ չեն, այսպես հարձակումներ են, մի բան փախցնում են, հետ են գալիս, նաև քրիստոնյաների հետ կապված սկսում են խնդիրներ եւ ասենք 5-րդ սուրայում կա մի այա, որտեղ ասվում է, որ երբ որ տեսնես նրանց ով որ աղավաղում է Ալլահի ճշմարտությունը, ես բառացի չեմ ասում հիմա, եւ ով որ նրան ընկեր է տալիս, նկատի ունեն Հիսուսին, որովհետեւ երամիասնությունը շատ բարդ գաղափար է իրականում, չէ՞, շատ դժվար է բռնել, հասկանալ այդ, եւ մեծ խնդիրներ է առաջացնում, հատկապես դե բավականին պարզ ու այսպես հասարակ կյանքով ապրող ռեֆլեքսիայից շատ հեռու անապատի բնակիչների մոտ։ Այս պատճառով սա բնականաբար չի ընդունվում, դե ոնց, հա, հետո մի բան էլ կա, Ալլահը չի ծնվել ու չի ծնել, այդ է իր հիմքը, ինքը հավիտենական է, ինքը չունի սկիզբ, չունի վերջ, ինքը բացարձակ ինչ-որ սուբստանցիա է։ Եվ հանգարց դու ասում ես, որ այնտեղ Սուրբ Հոգի կա, Սուրբ Հոգու մասին այդ աղոտ է շատ, եւ հատկապես Հիսուս կա, իսկ Հիսուսը ասի Մուհամմադ մարգարեի համար, մարգարե է, մեծ մարգարե է, որտեվ գիրք է վերել հետը, հա, ավետարանը, մեծ մարգարեներ նրանք են, որ գիրք են վերել։ Բայց նաև այլ կերպ է հաշվում, ասենք Ադամն էլ է որոշ բաներում համարվում մեծ մարգարե։ Բայց Մովսեսն է, Մուսան, Իբրահիմը, Դավիթը, որ Սաղմոսը վերել չէ, Դաուդ, Հիսուսը եւ Մուհամմադ մարգարեն իհարկե։ Բայց Աստված չի։ Եվ ասում է դու պիտի նրանց ստիպես եւ նվաստացնես, մինչև իրենք, կոպիտ ասած, իրենց կոտրած ձեռքով չբերեն ու իրենց նվաստացման նշան հանդիսացող գլխահարկը ջիզյան չվճարեն։
տեսեք կտրուկ փոխվում է վերաբերմունքը։ Ահլուլ կիտաբ, գրքի մարդիկ, որ մեր հավատը նույնն է, կրոնները տարբեր են, մեկ էլ հանգարց չէ, պետք է դու սրանց ստիպես, որ իրենց կոտրած ձեռքով հարկը բերեն տան։ Փոխվում է վիճակը։ Լրիվ փոխվում է եւ հենց այդ ժամանակ էլ սկսում է ձևավորվել զիմի հասկացությունը, հովանավորյալ հասկացությունը։ Ինչ բան է հովանավորյալ եւ դա կոչվում է հովանավորության մասին պայմանագիր, որով տարեր շարունակ հետագայում ապրում են ոչ մուսուլմանները մուսուլմանական ումմայի մեջ։ Մոտենում է մի ջոկատ, ինչ որ ավանի, ինչ որ բնակավայրի, ու բանագնաց են ուղարկում։ Դուք մուշրիկ եք, մուշրիկ դա հենա, որ Աստծուն ընկեր է տալիս, բայց ոչ թե քրիստոնյա։ Այսինքն բազմաստվածները, հետանոցները, կռապաշտները։ Եթե մուշրիկ եք, պետք է ընդունեք իսլամ։ Եթե չէ, ձեզ ոչ չասնում ենք։ Քրիստոնյա եք կամ հրեա եք, շատ լավ։ Պետք է համաձայնվեք ջիզյա վճարել, գլխահարկ վճարել ու անցնել մեր հովանավորության տակ։ Բայց երբ դուք գլխարկը վճարում եք, մենք ապահովում ենք ձեր անվտանգությունը, դուք ազատ եք ձեր համայնքի ներքին գործերում, ձեր եկեղեցիները, սինագոգները, աղոթավայրերը, ուխտավայրերը, ձեր վանականները, որոնք ողորմություն են հավաքում, այդ ամեն ինչը հարկից ազատվում է, նրանք հարկ չեն տալիս եւ ազատ գործելու իրավունք ունի։ Ձեր առաջնորդը ներկայացնում է ձեզ ումմայում, մեր մոտ։ Ձեր ներքին գործերում դատական, ապա հարձանա, ունեցվածքային ինչ-որ բաներ են, բայց համայնքի ներսում, քրիստոնեական համայնք, դուք ազատ եք, ձեր առաջնորդն է լուծում խնդիրները։ Բայց եթե մուսուլման եւ քրիստոնյա վեճա կամ մուսուլման եւ խուդա վեճա, ապա շարիաթի դատարանն է այս խնդիրներով արդեն զբաղվում։ Այսպեսի բան է, դուք զենք կրելու իրավունք չունեք, որովհետեւ դուք մեր հովանավորության տակ եք, այսինքն կռվելու բան չկա ձեզ, մենք ձեզ պաշտպանում ենք։ Մնացած ամեն ինչը այսպես, ինչպես ես արդեն շարադրեցի։ Արշավանքները սկսվում են, Ման Մարգարեն երբ որ մահացավ, ամբողջ արաբական թերակղզին արդեն փոքր բացառություններով իսլամացած էր։ Եվ հադիս կա, որ Մարգարեն ասում է, Արաբիայում բացի իսլամից որևէ այլ կրոն չպետք է լինի։ 632 թվականին մահանում է Մուհամմադը։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է, որովհետև մոտեցումները այն հարցին, թե արդյոք ինքը ինչ որ մեկին իրեն որպես փոխարինող ընտրել է, թե չէ, դարձան մուսուլմանական ումմայի քայքայման պատճառը։ Եվ Ալին արդեն մի քիչ պատմել եմ իր մասին։ Դրան ավելացնեմ, որ բացարձակ խիզախության տեր մարդ էր, շատ լավ մարդիկ էր, ասենք միշտ այդ մարտերի ժամանակ սկզբից ոնց որ մենամարտեր էին տեղ ունենում, դուրս էին գալիս ամենախիզախ տղերքը, ասում էին, ով ձեզնից կհամարձակվի իմ հետ կռվել, այնտեղից մեկը դուրս էր գալիս, նրանք կռվում էին, նոր դրանից հետո արդեն համել դա ով որ հաղթում էր մենամարտում, ոգին բարսանում էր բնականաբար, չէ՞։ Ալին միշտ դուրս էր գալիս եւ միշտ հաղթում էր, հա։ Մահմեդի հորեղբայրը Համզան նույնպես շատ լավ մարդիկ էր, բայց նա զոհվեց ճակատամարտներից մեկի ժամանակ, իսկ Ալին հայտնի էր որպես անհաղթ, հա։ Բացի դրանից շատ լավ խոսք ուներ, ճարտասան մարդ էր եւ համակրելի մարդ էր շատ։ Եվ Մուհամմադի ընտանիքում մեծացած եւ Մուհամմադի ամենասիրելի դստեր Ֆատիմայի հետ ամուսնացած եւ Մարգարեն Աստված այնպես չէր արել, Ալլահը պատժել էր երևի ինչ որ բանի համար տղա չէր տվել։
Այսինքն տղաները ծնվում էին եւ վերջին տղան եգիպտացի միստր գուհուց Մարիամ անունով ծնված տղան էր, որը մահացավ 1.5 թե 2 տարեկան հասակում եւ Մուհամմադի վրա սա շատ ծանր ազդեց, նույնիսկ հեղինակներից միջնադարյան հեղինակներից կան, որ ասում են, որ իր այդպես արագ մահանալ, անսպասելի մահանալը նաեւ այդ հոգեբանական շատ ծանր վիճակի հետևանքով էր իր վերջի արուզավակին կորցնելու։ Բայց Ֆատիմայից եւ Ալիից երկու սիրուն առողջ լավ տղեր կային, Հասանը եւ Հուսեյնը։ Այս անունները իհարկե հայտնի անուններ են, շատ այսպես կարևոր անուններ են իսլամի համար։ Հիմա Մարգարեն մեռավ, ով մի իրեն, հա թագավորը մեռավ, կեցե թագավորը։ Այդ սկզբունքը չի, չկա թագավոր։ Ու արդեն կա եւ հավանաբար հին սա ավանդությունա, որ մինչեւ մայրամուտը պիտի թաղեն, ինչ անեն լավ։ Մեկ էլ լուրը գալիս է, որ անսարները հավաքվել են իրենց ցեղերից մեկի հայում, այսինքն թաղամաս ասենք, ու ընտրում են, փոխարինող են ընտրում։ Մի քանի հոգի մոհաջիրներից, զինակիցներից գնում հասնում են այն պահին, երբ որ լավ ճարում են սրանք, ու Աբբաքրը շատ խելացի, շատ իմաստուն մարդ է, շատ զուս, սկսում են խոսել, եւ իր խոսքից հետո բանը այն է, որ Ղուրեյշ ցեղից պիտի լինի անպայման, այսինքն մեքացի պիտի լինի, որովհետեւ այլապես չի ընդունվի եւ հին զինակիցներից պիտի լինի եւ ինչ որ մեկին առաջարկում, հա ու իրավիճակը արդեն փոխված է լինում, որտեղ անսարների մեծամասնությունն էլ հասկանում է այդ ամեն ինչը եւ տակարում մարդիկ չեն լինում, գիտակցում են որ ճիշտը դա է եւ Աբբաքրին են առաջարկում։ Մի անգամից գալիս են, սկսում են երթում տալ, հա Աբբաքրին, ու այսպես Աբբաքրը դառնում է առաջին խալիֆը։ Խալիֆաթու Ռասուլալլահ ինչ է նշանակում, սա շատ կարևոր տերմին է, որովհետև հետո մենք տեսնում ենք արդեն Օմարի ժամանակ ավելանում է եւս մի տերմին։ Խալիֆաթու Ռասուլալլահ, այսինքն Աստծո մարգարեին փոխարինողը։ Նրա հետևից եկողը, նրա գործը շարունակողը ոնց որ։ Ալին այդ ժամանակ զբաղված է լինում իր ամենասիրելի մարդու հուղարկավորման նախապատրաստմամբ։ Դուրս չի գալիս, այդ ամեն ինչին չի մասնակցում եւ հանգարց լուրը գալիս է, որ Աբբաքր նախալի ինքն էլ է երթումը տալիս ու թվում է, որ այս հանգիստ անցավ այս ամեն ինչը։ Աբբաքրը 632 թվականից 634 թվականն է խալիֆ լինում ընդամենը եւ շատ ծանր տարիներ են դրանք, որովհետեւ այն ցեղերը, որոնք այս հիջրայի առաջի տարիներից մեկը 9-րդ տարին կոչվում է Սանթուլ Վուֆուդ, այսինքն պատվիրակությունների տարի, այսինքն ցեղերը զգալով որ Մադինան արդեն կենտրոնն է ու շատ ուժեղ է ու ուշանալ չի կարելի, հերթով գալիս են ու իսլամ են ընդունում։ Բայց դա վախից են ընդունում, հա, ինչ որ ապահովագրվելու համար են ընդունում եւ մարգարեի մեռնելուց հետո սկսում է ռիդդա, այսինքն հետդարձ, այսինքն ասում են մենք էլ մուսուլման չենք, մենք մեր հին աստվածներին ենք վերադառնում, տարբեր հաջողությամբ, տարբեր տեղերում այդ լինում է, ինչ են անում Աբբաքրը, պարզ է որ հավաքում է գնում է սրանց հետ անիծելու։ Շատ կատաղի մարտեր են տեղի ունենում եւ այդ կատաղի մարտերում առաջի շարքերում են ամենանվիրյալները, ամենահին զինակիցները, սրանք են լինում եւ սրանք ոչնչացվում են, մեռնել։ Օմարը սա որ տեսնում է, խորհուրդ է տալիս Աբբաքրին, որ սենց չի լինի հաֆեզները, ասեն այն մարդիկ, որ անգիր հիշում են Ղուրանը, մեռնում են։ Կորցնելու ենք Աստծո խոսքը, գրի է պետք է առնել։
Զեյդ Իբն Սաբիտ անունով մի քարտուղար ուներ մարգարեն, այս էլ շատ հետաքրքիր պատմություն է, այս քանի գրագետ մարդ ա ում էլ շատ քիչ, հա 12 կամ 22 թիվ են տալիս, 12-ն էլ է պարզ թիվ, հա 20-ն էլ է պարզ թիվ։ Եվ Զեյդ Իբն Սաբիթին Աբու կանչում է, հանձնարարում է, որ Ղուրանը սկսի գրել։ Չի կարելի ասել, որ բացարձակապես գրավոր բաներ չկային, հա մեզ հասել են պատումներ, որ տարբեր նյութերի վրա գրվել են այաներ, նույնիսկ ոչխարի թիակների վրա, ոչխարի թիակներ լավ չորացած մաքրած հաճախ օգտագործել են այդպես փոքր շատ կարևոր նշումներ անելու համար։ Հա, ինչ որ կաշվի վրա եւ այլն եւ այլն։ Բայց դա չնչին մասն է այն ամեն ինչը 610 թվականից, հա, քարոզի սկսելու պահից մինչև 632 թվական, հա, Ալլահը մարգարեի շուրթերով հանձնել է իր ումմային, այդպես են հավատում մուսուլմանները։ Ուստի դա ամենը պետք է շատ ճշգրիտ, որևէ կասկած չթողնող ձևով ամրագրվի, գրի առնվի։ Եվ հասկանալի է, որ նույն մտքերը դա նա որ օթում է, էլի։ Զինակիցներից մի քանիսի մոտ են առաջանում եւ սրանք իրարից անկախ սկսում են գրել Ղուրաններ։ Պատահաբար չեմ օգտագործում այդ բառը Ղուրաններ, որովհետեւ դե պատկերացնում եք ինչ կլներ, եթե այդպես էլ մնար։ Կլներ Ղուրաններ, այսինքն մի սուտ գիծ չէր լինի, այլ իրար հակասող տեքստեր կլինեին։ Այդ ամենը այս մարդիկ շատ լավ հասկանում են եւ Զեյդը նոր հանձնարարություն է ստանում համատել այդ բոլորը, համադրել այդ բոլորը եւ քննարկել զինակիցների հետ, որոնք շատ լավ գիտեն թե երբ, որտեղ, ինչ կապակցությամբ այս կամ այն այան իջեցվել եւ դրա համեմատ եւ համաձայն արդեն գրավոր տեքստը պատրաստել Ղուրանի խմբագրույթը։ Այդ ամենը արվում է Օսմանի երրորդ խալիֆի ժամանակաշրջանում, պատրաստ է լինում, ավանդությունը մեզ հաղորդում է, որ ուրեմն արտագրվել է տեքստը, արդեն վերջնական Ղուրանի տեքստը, արդեն 114 սուրայից բաղկացած, արդեն անուններով դրված եւ արդեն այդ կառուցվածքը մեծից դեպի փոքր պահպանված եւ ուղարկվել է կենտրոններ խալիֆայություն։ Տարբեր էլի բաներ են, թե ուր է ուղարկվել, թե քանի օրինակ է, ամեն ինչ կարևոր չի։ Կարևորը այն է, որ տեքստը միակ տեքստը ստեղծվեց։ Ասել, որ տեքստը միակն էր, իհարկե չենք կարող, ասենք, ես ունեմ գիրք, Իբն Ղասան Ղուրան է կոչվում, որը 30 սուրայից է բաղկացած։ Եվ կան MC սուրաներ կամ MC անվանումներ սուրաների, որոնք Ղուրանում չկան, սա միջնադարում ստեղծված Ղուրանն է։ Այսինքն, պարզ է, որ ինչ որ այլախոհության դրսևորումները սուրբ գրքի վերաբերյալ շատ էին լինում։ Կային մարդիկ, որոնք իրենց Ղուրաններն էին ստեղծում, ասենք կա մի արաբ բանաստեղծ 10-րդ դարի Al-Mutanabbi, Mutanabbi, Nabi բառը, Mutanabbi կեղծ մարգարե, սուտ մարգարե, որը երիտասարդ տարիքում փորձել է մարգարեություն անել, մի քիչ ծեծել են, դադարել է, հետո լավ բանաստեղծ է դարել, հանճարեղ բանաստեղծ է դարել, ասենք Աբուլալայի նման մարդը ասում էր, որ ուսուցիչ է Մուտանաբին, հա։ Իսկ Աբուլալան դա բացարձակ հանճար է, եթե առիթ լինի, դրա մասին էլ կպատմեմ մի քիչ, որովհետև շատ կապված է եւ իր լուզում լազիմ ստեղծագործությունը գագաթ է, թե ձևի առումով եւ թե բովանդակության առումով։ Անվանումը այսպես է թարգմանվում. անհրաժեշտությունը նրա, ինչը անհրաժեշտ չէ։ Հիմա վերցանել ինչպես է կարելի, ինձ համար անհրաժեշտ է, բայց ձեզ համար անհրաժեշտ չի։ Սրան մենք անդրադառնանք այս խոստումս, հուսով եմ ես կհիշեմ,
Իսկ հիմա վերադառնանք։ Մեծ հաշվով ինչ կատարվեց։ Լավ, ալի խնդիրը կա ու մնաց, ես նշեցի, սա արդյոք իշխանության խնդիր էր։ Որ գիրքը կարդակ գրված է, որ իշխանության խնդիր է։ Իշխանության համար կռիվ են անում, վերջը այս քաղաքացիական պատերազմները, բաները, որոնք միանգամից սկսում են, դրա հետևանքով են։ Ես կարծում եմ, որ այդ իհարկե ճիշտ է, բայց շատ ավելի ճիշտ է մի կատաստրոֆիկ երևույթ, որի առջև կանգնեց համայնքը։ Ուղիղ, անմիջական խողովակը, որը կապում էր համայնքը ումման Ալլահի հետ, կտրվեց։ Կապը վերջացավ։ Էլ Ալլահը չի ուղղորդում։ Ինքը մինչև այդ ասում էր, որ ժառանգությունը սենց պիտի լինի, մինչև ասում էր, որ պատիժը այսպեսին պիտի լինի, մինչև այդ ասում էր, որ ավարը այսպես պիտի բաժանվի, մինչև այդ ասում էր, որ մարդը մարդուն այսպես պիտի վերաբերվի, ամեն ինչի մասին մարդը, Ալլահը, մարդը չէ իհարկե, կամ մարդը իր հստակ ցուցումներն է տալիս։ Ինչ անենք, կտրվեց։ Ու այստեղից սկսում է այն ինչը մենք հետո անվանում ենք սուննա եւ շիա։ Շիա բառը իհարկե նշանակում է խումբ, ընկերություն, մտերիմներ, հա, շիատ ալի բառն է, ալիի խումբը, ալի շրջապատը, այսպես ավելի, հա։ Չնայած թարգմանում են ալիի կուսակցություն, դե ինչ կուսակցություն, պարզա կուսակցություն չի, հա, որոնք ասում են, չէ, այդպես չի լինի։ Ոնց թե կտրվեց։ Ոնց կարող է Ալլահը իր սիրելի ումման առանց իր ուղղորդման, առանց իր ներշնչման թողնի։ Հասկանալի որ այդպես չի կարող լինի ու ինչ որ տարբեր բաներ են հիմնավորումներ դեր Մուհամմադի խոսքից բերում, հա, որ ալիմ պիտի լինի։ Աստվածային ներշնչումը որպես իմամի, համայնքի իմամի, իմամ հասկացությունը մյուս անգամ կխոսենք սրա մասին, ինչա նշանակում տրվում է ալին։ Սուննիները ասում են, չէ, պետք չի մեզ այդ։ Մենք ունենք Աստծո խոսքը, Ղուրան ունենք։ Ամեն ինչ կա գրված։ Մարգարեն էլ իր գործը արել է, իր առաքելությունը արել է, հա, եկել է մեզ տվել է։ Հիմա մենք այդ օրենքով, որը տրվել է մեզ, դրանով պիտի առաջ շարժենք, պիտի դրանով ուղղորդվենք, որովհետև դրանից արդեն վաղուց բխեցվել է այն, ինչը մենք անվանում ենք շարիա, շարիաթ, մենք սովորենք այս տերմինին, որը հավիտենական օրենք է, հավերժ, տրված է ի վերուստ, և մենք պիտի դա կիրառենք ընդամենը։ Օրենքները, հարկերը, մարկերը, ամեն ինչ կա, ինչ մասն է խոսքը։ Ով քրիստոնյա կամ հուդայա պիտի այսքան տա, գլխահարկ պիտի տա, խարաջ պիտի տա, հողահարկ պիտի տա, ով որ մոմին է, հավատացել է, այսինքն մուսուլման է, նա այսքան պիտի տա, այսինքն զաքաթ պիտի տա, սադակա պիտի տա, եթե ուզում եք ասո բարեհաճությունը շահել, պիտի հաջ կատարեք, պիտի աստվածավախ լինեք եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիր չկա, հա, մարդեր մահացավ գնաց։ Մենք պիտի շարունակենք ապրել, օրենքը ունենք, Աստծո կամքը ունենք։ Հակադիր դիրքորոշումներ։ Եվ թե ինչ եղավ այդ ամենի հետ, դրա մասին մյուս անգամ կխոսենք։